Բարև ընկերներ, որոշել եմ այսօր եւ վաղ անդրադառնալ ձեր նամակներից մի քանիսին, շնորհակալ եմ ձեզանից։ Խնդրում եմ բաժանորդագրվել էջին, տարածել տեսանյութը, որպիսի ձեր իսկ ջանքերով բոլորիս ձայնը ավելի տարածվի եւ հասնի տեղ։ Այսպես, մի քանի բողոք եմ ստացել քննչական կոմիտեի գործունեության հետ կապված, հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի։ Պարզվում է, այդ բաժնի քննիչները շատ ալարկոտ են, տարիներով ձգձգում են գործերը։ Ընկերներ, ինձ դիմաց քաղաքացիներից մեկը պատմեց, որ ոմն Դավիթ Ռամազյանը, չունենալով վարորդական վկայական, անցնելով մի շարք քրեական վարույթներով, մի քանի քաղաքացու է վրաերթի ենթարկել, որի արդյունքում քաղաքացիները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։ Սակայն չգիտես ինչ հանգամանքներում վերոնշյալ եւ ենթադրյալ անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, որը վկայում է դատաիրավական համակարգի վատ աշխատանքի արդյունք կամ ընդհանրապես գոյություն չունենալու արդյունք։ Վերոնշյալ Դավիթ Ռամազյանը մի քանի անգամ, այսպես ասած, բռնվել է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, սակայն կրկին շարունակում է ազատության մեջ մնալ։ Տեղեկացա, որ վրաերթի է ենթարկել մի անձի, որից հետո եւս չի կալանավորվել։ Ընկերներ, դիմում եմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպիսի բացատրի նման անձանց ազատության մեջ մնալու պատճառը։ Ընկերներ, առաջիկայում կսկսեմ ուղիղ եթերով ձեզ հետ խոսել, միասին կբարձրացնենք տարատեսակ հարցեր, կստիպենք պատկան մարմիններին, որպիսի վերջ տան անգործությանը։ Ցանկանում էի նաև անդրադառնալ Արարատի մարզի Մղջյան գյուղում տեղի ունեցած ապօրինություններին, սակայն երկուշաբթի մեծ քողարկմամբ կանեմ դա, քանի որ Արարատի մարզի հետ կապված հսկայական տեղեկություն էի հայտ եկել։ Ընկերներ, հիմա մի փոքրիկ անդրադարձ կկատարեմ Վայոց ձորի մարզային դատախազ Ասպուրակ Ավետիսյանին։ Այսպես, տեղեկատվություն եմ ստացել, որ դատախազը քաղաքացու ձեռքից տարածք է խլել։ Հիմա կտեղադրեմ տարածքի լուսանկարը եւ կխնդրեմ դատախազությանը մեկնաբանել, արդյոք նման բան եղել է, եթե այո, ինչու։ Այսօր կարճ է, մի փոքր դիմացեք, սկսելու ենք ուղիղ հեռարձակումները։ Հարգանքներով, ձեր հայը։